Աշխատավարձը նորմալ էլ աշխատավարձը, բայց չի մտածում, որ ինքը իր տունը նստած իր համար տան նորմալ աշխատավարձը ասենք, բայց մենք վարձ ենք տալի, կոմունալ ենք փակում, եւ որ ասում առանց շոր կները կարտացյանս համար տկլոր դուրս ենք եկել, շոր պիտի առնենք, եւ որ ասում երեխա ենք մեծացնում, իրանք այ որ ասալակուշտ ու սովածի տեղը գադրի երբեք չի իմանա, իրանք մենակ ոնց խոսում են. Բայց իրանք կար մեր կոշիկները հակնեն տեսնան, իրանց հակովա թե չէ, նոր Արցախցուն բանվիճակը իմանան ոնց է, դժվար է, շատ դժվար է, 16 տարեկան երեխես ընկած, սկլադում աշխատում է, որ կարա օրվա փող աշխատի, որ համ ապրենք, համ տան վաստանք դրսենք, շատ դժվար է, որ ասում ոչ մեկը ոչ մի ձևի չի ուզում միջամտնել, կողից մենակ խոսում. Մենք քիչ շունչենք, մի անգամ ես Դիլիջան եմ եղել սկզբից, որ աշխատանք չեղել, տեղափոխվել ենք Երևան, որ կարանք աշխատենք. ՄԱԿ-ի ներկայացուցիչներից, մեկ էլ այս կառավարությունի ներկայացուցիչներից մարդ ա եղել, հարց եմ տվել իրանց, ասում եմ երկու շունչենք, ինչ պիտի դառնանք, 40+ ստանում ենք, ասենք վրենը դնում ենք, վարձ ենք տալի, բա ոնց պիտի հետո ապրենք, ասում եկել ուզում ես Դիլիջան ապրես, բա ոնց ես ուզում ելնի, ասում բա որտե գնամ ապրեմ, ասում գնա սահմանամերձ, դեղ ձրի տներ կա, ես էլ կանել եմ, ասել եմ դե որ սահմանամերձ է, կյանք սապահովի ես գնամ իմ տուն ու ձրի ապրեմ, եթե սահմանամերձ է, սահմանամերձ է, բա երկու շունչ է տան բնակվարձով, բնակվարանային հարց ինչ պիտի դառնա, ասում նախատեսված է, որ շենքեր պիտի կառուցվի կամ շենքեր պիտի վեկալենք, ռեմոնտ բանանենք, հետո երկու շունչին հանրակացարանի նման տանք, դա լինելու նախատեսված է 27 թվին. Մինձե պիտի ասում ապրենք մինչև 27 թվին այդ տղա երեխա է 27 թվին մի սենյակ է տալի, այդ տղա երեխի խոսքի ամուսնանալու մի սենյակում ինքը կնոջ հետ ապրի, թե ես էլ էտները, ոնց պիտի ապրենք. Ահա որ վիճակ է, ոչ մեկն է չի ուզում միջամտի. Հուսերներ դրել ենք Աստծուն, դե մեր ղեկավարն էլ էդ էլ է ուզում զրկի, հուսերներս Աստծուց կտրենք, ասենք գնանք ոնց ուզում ենք ապրենք. Տենանք, Աստծուն ենք գցել, տենանք մին լույս կբացի երևի մեր համար.